Պարոն Հովհաննիսյան, շարունակելով ուժեղ Հայաստան ես թեման, հիմա քաղաքական դաշտում մասնավորապես Հանրապետություն կուսակցության կողմից առաջ է քաշվում այն հարցը, որ ուժեղ Հայաստան կուսակցությանը չպետք է գրանցել, որովհետև իրենց առաջնորդի ունեցվածքի 30%-ից ավելին գտնվում է Հայաստանից դուրս, այդ ուժը օտարերկրյա փողերով է ֆինանսավորում եւ սա հիմք է չգրանցելու։ Այս մասով արդյոք ունի գործառույթ ֆինանսավորման պահը ինչպես է ԿՀ-ի համար, այսպես ասած, քաղաքական ուժերի կողմից պարզաբանվում, ֆինանսական հաշվետվության, թափանցիկության հարց առաջ գալիս է, թե ոչ գրանցում իրականացնելուց առաջ։ Քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները որքան ուզեն կարող են մեկ-մեկում եղան։ Կարող են, այսպես ասեմ, ոչ անեն մեկը այսպիսին որ չգրանցի, մյուսին որ չգրանցի։ Ես քաղաքական պայքարն եմ։ Իրենք մեկ-մեկում կարող են քննադատել, կարող են մեկ-մեկում որակումներ տալ, մեկ-մեկում չգիտեմ, ամենածանր վերքերի մեջ մեկ-մեկում եղան։ Դա չի նշանակում, որ այդ քաղաքական բանավեճը ԿՀ-ի, այսպես ասենք, գործունեությունն է կանխորոշելու կամ ԿՀ-ի գործունեության մեջ քաղաքական բանավեճը որևէ տեղ ունի։ Քաղաքական բանավեճը քաղաքական բանավեճ է։ Ձեր նկարագրած ընդհանուր քաղաքական բանավեճ է։ Ես կրկնում եմ, քաղաքական ուժերի, կուսակցությունների, դաշտերի գրանցումը հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով։ Եվ կենտրոնական հանձնաժողովը գործել է բացառապես ընտրական օրենսգրքով սահմանված դիապազոնների շրջանակներում։ Եվ ինչ են կարծում մեր քաղաքական գործիչները մեկ մյուսի մասին, դա իրենց իրավունքն է։ Իրենք կարող են մեկ-մեկում ինչու ասես մեղադրել, իրենց քաղաքական բանավեճը կարող են ինչպես ցանկանում են ծավալել, դա չի նշանակում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական բանավեճի բովանդակությամբ պիտի առաջնորդի։ Կներեք պարոն Հովհաննիսյան, քաղաքական բանավեճը մի կողմ, հիմա ԿՀ-ի համար կարևոր է ուժը, որը ընտրություններին է մասնակցում, որտեղից է ֆինանսավորվում։ Եթե սպասեի քաբերի ես դարձել հարցումից մասին, ես որտեղ առաջին մասը պատասխանեցի, երկրորդ մասը։ Հարգելի լրագրողներ, կուսակցությունները, դաշինքները իրենց հարստությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։ Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը ազգային ժողովրդությունների ժամանակ 800 միլիոն դրամ։ Նախընտրական հիմնադրամ կարող է լուծում կատարել բացառապես կուսակցությունները կամ դաշինքական կուսակցությունները։ Իրենց պաշտոնական հաշվետվությունները։ Կուսակցությունները իրենց հաշվետվությունների այդ գումարը կարող են ունենալ ձևավորել բացառապես քաղաքացիների կատարած նվիրատվություններից։ Ամեն մի քաղաքացի կարող է առավելագույնը կուսակցություններին նվիրաբերել եկ տարվա ընթացքում 10 միլիոն դրամից ոչ ավելի։ Ավելի քրեական օրենսգիրքը կոնկրետ պատասխանատվություն է նախատեսում, երբ որ օրենքի այս կարգավորումը շրջանցում։ Այսինքն մեկ անձը 10 միլիոն դրամից ավել այլ անձանց միջոցով փոխում է 10 միլիոն դրամից ավել գումար նվիրաբերել կուսակցություն։ Սա կարող է բացել քրեական օրենսգիր տեսնել։ Այսինքն, այստեղ կուսակցությունների մասին օրենքը հիմնական կարգավորումը եւ այս կուսակցությունների իրենց ֆինանսական միջոցների գոյացման հարցով կարծում եմ դա պիտի որ գործակ նախագծման հանձնաժողովի մեր գործընկերների հետ որովհետեւ իրենք են ներկայացնել իրենց գործընկերներին։ Այս կուսակցությունները պիտի ունենան իրենց հաշվի գումար, որը որ պիտի նվիրաբերված լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից եւ այդ գումարը նոր իրենք կարողանան փոխանցել նախընտրական հիմնադրամին։